Քաղաքական բանավեճի հետևանքով նիստերի դահլիճում իրադրությունը լարվեց։ Գյումրիի ընտրության արդյունքները դուք չեք բողոքարկել։ Գյումրիում հակաօրինական բան է տեղի ունեցել։ Ինչի դեմ եք պայքարում, ինչը թույլ չեք տալու։ Թող Փաշինյանը հրովարտակ արձակի, որ Հայաստանում արգելված են, ինձ ընդհատել են, հիմա կավարտեմ։ Շուրգալ ձերքով ինձ ասել, ինձ ընդհատել են, ես հեսա կավարտեմ, ավարտվեց ձեր ելույթը, նստեք ձեր տեղը։ Այսինքն դա նշանակում է, որ բանախոսը պետքա շուրգա ազգային ժողովի նախագահին ձեռով անի, ասի ես կորոշեմ, ուրեմն ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբյոնը։ Պարոն Ղազարյանը իրան իրավունք է վերապահում, դալիճ չմտած ընդեղ աստիճանավանդակից հրահանգներ է տալիս, մյուս պատգամավորը ինձ ասում է ես կորոշեմ, երբ եմ խոսալու, կարգի հրավիրեք ձեր խմբակցությունը, թե չէ ես կարգի կհրավիրեմ։ Նախքան դուք կարողանաք խոսել կոռուպցիայի մասին, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձախողումների եւ ձեռքբերումների մասին, դուք առնվազն մեկ անգամ հրապարակային պետք է հարցնեք ձեր փոքրիկ իշխանին, թե 22 տարեկանում նրան որտեղից է ստացել 1 միլիարդ 72 միլիոն դրամ գումար։ Անդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ իր ելույթում նշեց, որ իշխանության ներկայացուցիչները խուսափում են պատասխանատվությունից եւ փորձում են մեղքը բարթել նախկինների վրա։ Ռուբինյանը մի խոսք էր ասում իր վերջի ելույթում։ Ասում է ընդդիմությունը պետք է իր խոսքերի եւ արածների համար պատասխան տա։ Բա դուք երբեք պատասխան տալու մի ամբողջ հայրենիք կործանելու համար, հազարավոր տղաների կյանքը խորտակելու համար։ Կգնաք ամբողջ խմբակցությունով, այսպես ծերից ծեր, կգնաք շեֆի մոտ, կասեք շեֆ, այդ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեն կրելու, գնա մուծի բյուջե։ Տիկին Գրիգորյանը վիրավորվում է կամ ժխտում է, որ Քոչարյանի շեֆն է, երևի գործ ունենք հերթական ուրացման հետ, փաստորեն Քոչարյանն էլ է պատրաստում գցի ենթադրաբար, որովհետև արդեն հասկացել է, որ Քոչարյանի ուժը չի անցնելու խորհրդարան, ինչպես ասում են, տրանսֆերային պատուհանը բաց է, բայց հետ գալով կիսատ մնաց միտքը։ Հա, զանգեք Վայ Հակոբյանին, ասեք շեֆ, ինչ ես թռած ման գալիս, դու հետախուզման տակ ես։ Արի հետ։ Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը եւս անդրադարձավ ընդդիմադիրների մեղադրանքներին։ Նրա խոսքով վերջիններս չեն կարող խոսել թոշակներից, քանի որ նրանց կառավարման տարիներին թոշակները չափազանց ցածր էին։ Ալեքսանյանը ցուցադրեց 2000 թվականին թվագրվող մի տեսանյութ, որտեղ թոշակառուները պահանջում էին 3000-ից 4000 դրամ է տալիս, գալիս են 10-ից 15000 փող են ուզում, 100 կիլովատ, ասում են 2500 դրամ որտեղ ստանք։